Ողջույն, կենտրոնի եթերում անցուդարձն է։ Ուժային կառույցները այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տրվել են որպես հավելավճար։ Հրապարակ թերթին հասած լուրերի համաձայն որոշ պաշտոնյաների դեպքում դրանք հասել են ամսական մինչև $15,000։ Մեխանիզմը գործել է այսպես. պաշտոնյայի բանկային քարտին ամեն ամիս X գումար է փոխանցվել։ Հիմա աշխատանք է տարում պարզելու այդ փողերի աղբյուրները, խոսքը ամսական մի քանի միլիոն դոլարի մասին է։ Այնպես որ ազգային անվտանգության ծառայությունը թեժ ամառ է խոստանում, չենք ձանձրանա, եզրափակել է Հրապարակ թերթը։ Օրվա մամուլի տեսությունը հաջորդիվ։ Հրապարակ թերթի հարցին կառավարությունն արդեն հատկացրել է առանձնատուն Սերժ Սարգսյանին, վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ասել է դեռ ոչ։ Համապատասխան մարմնին տրվել է հանձնարարություն գտնել նախորդ երկու նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող տուն, որը կհատկացվի երրորդ նախագահին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դեռ հարևաններ են, հարցրել է Հրապարակը։ Սերժ Սարգսյանը այո, դեռ ապրում է ամառանոցային տարածքում, իսկ այն բավականին մեծ տարածք է ընդգրկում, պատասխանել է Եղոյանը։ Նա տեղյակ չէ Փաշինյանն ու Սարգսյանը հանդիպել են թե ոչ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտաքին կապերով խորհրդական Արսեն Խարատյանի օրերս արած հայտարարությանը, թե հնարավոր է նաև մի օր Ղարաբաղյան հարցով բանագնաց դառնա Սերժ Սարգսյանը, Եղոյանն ասել է, որ Խարատյանը վարչապետի խորհրդականն է, կարող է տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր խորհուրդներ տալ։ Պարոն Փաշինյանը համաձայնում է բոլոր խորհուրդները կայացնում որոշում։ Կոնկրետ դեպքում վարչապետի համար այդ տարբերակը ընդունելի չէ, ասել է վարչապետի մամուլի քարտուղարը։ Հեռահար բանավեճ ընթանում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի միջև։ Երեկ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը մտնելով Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի վարչակազմած մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել, գրել է Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի էջում։ Նա արտահայտել է իր զայրույթը և նշել. Հաջորդ գրառման մանրամասն կներկայացնի, թե ինչ կետերով մեղադրանքներ է կազմելու կրթության և գիտության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ, որոնք վստահաբար կկազմեն նրանց կենսագրականների անբաժանելի մասը։ Արայիկ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թվականին Դամասկոսում 4 ամիս տևած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնան քո հովանավորչության և կոռուպցիոն գործելավոճի մասով։ Իդեպ նա 5 ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել։ Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ։ Հնդածս չէր խանգարի, որպեսզի ուշադրություն դարձներ անկատար հայերենիդ, քանզի գրական հայերենով ոչ մի ավարտուն միտք առայժմ չես արտաբերել։ Հաջորդիվ կլինեն նոր հանձնարարություններ, չթուլանաք հանկարծ ու մի հաբրգեք, անհամբեր ու դուխով սպասեք իմ վերադարձին։ Հա, մի բան էլ ասեմ, լայվը այս պատմության մեջ փրկարար դեր չի կատարի, դե իսկ հիմա կարող եք համբուրվել տղաներ։ Արայիկ Հարությունյանը պատասխանել է Հայկ Դեմոյանին, ասելով, որ ինքը կրթության և գիտության նախարարն է, իրավունք ունի գնալ Ցեղասպանության թանգարան ինստիտուտ։ Մենք գնացել ենք այնտեղ որպես լիազոր մարմին եւ պարոն Դեմոյանին պարզապես լրջանալու եւ այսպես սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ այն որ նա գրել է, որ չի համապատասխանում իրականությանը, այդ ինքը այնտեղ սենյակ չունի, աշխատասենյակ չունի, որովհետև տևական ժամանակ արդեն որևէ պաշտոն չունի։ Անդրադառնալով Հայկ Դեմոյանի խայտառակ փաստեր ներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը Արայիկ Հարությունյանն ասել է. Մենք չենք իջնի պարոն Դեմոյանի մակարդակին, ես կարծում եմ, որ ակադեմիական շրջանակների անձանց համար դա անհարիր պահվածք է եւ մակարդակ է, ցանկացած բացահայտում կարող է անել, որովհետեւ նման բացահայտումներ պարզապես չի կարող անել։ Հունիսի 25-ին 6-րդ գլխավոր վարչությունը բերում է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանին, ինչպես հայտնում է Շամշեն.com-ը, պարզվել է, որ նրա հետ են եղել եւս մի քանի հոգի։ Կայքի փոխանցմամբ նրանք միջև ատամները զինված են եղել։ Ոստիկանները երբ խուզարկել են նրանց, Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերվել է բերետա տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ-անոց տրամաչափի 9 փամփուշտներով։ Բերման ենթարկվածներից մի քանիսի մոտ էլ հայտնաբերվել է Բայկալ տիպի ատրճանակներ։ Շամշեն.com-ի տեղեկություններով Ալեքսանդր Սարգսյանը հայտնել է, որ ինքը հանատրանսի տնօրենն է, իսկ Մովսեսյանն եւ Գ. Վահանյանն աշխատում են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում որպես հրաձիգներ։ Փաստի առթիվ նյութեր է նախապատրաստվում։ Նախորդին ոստիկանությունը դիմել էր հասարակությանը, կոչ անելով անկաշկանդ ու պարտադիր դիմել ոստիկանությանը, տեղեկացնելով նախապատրաստվող կատարված կամ կատարվող հանցագործության մասին, գրում է փաստը։ Ըստ էության նման կոչի անհրաժեշտությունն այնքան էլ մեծ չէ։ Փաստի ունեցած հավաստի տեղեկություններով վերջին մոտ 1 ամսվա ընթացքում աննախադեպ աճել է իրավապահ մարմիններին քաղաքացիների դիմում բողոքների թիվը։ Հատկապես ազգային անվտանգության ծառայությունում այդպիսի նամակների քանակը գրեթե հնգապատկվել է, մեկ այլ տեղեկությամբ նույնիսկ տասնապատկվել է։ Գրեթե նույն վիճակն է նաև ոստիկանությունում, միայն այս նամակներին պատասխանել է ինքնին
աշխատատար գործընթաց է։ Թերթի աղբյուրները պնդում են, որ այդ բողոքները բազմազան են եւ հաճախ ուղղակի կապ չունեն այս կամ այն կառույցի հետ։ Ասենք ազգային անվտանգության ծառայությանը նամակ են գրում այնպիսի հարցով, որ ոստիկանության գործառույթների մեջ է։ Ոստիկանությանը կամ դատախազությանը դիմում են բացառապես դատարաններին առնչվող հարցերով։ Հետաքրքիր է, որ քիչ չեն խիստ անձնական կամ կենցաղային խնդիրներով նամակները։ Ասենք ամուսինս ինձ ճնշում է, հասեք օգնեք եւ այլն։ Իհարկե, թե այսպիսի եւ թե այլ տարբեր նամակներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանի բացահայտումների ու ողջավորության ֆոնին հիմա ով ում դեմ ասես գրում է եզրափակում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը փորձել է հերքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի։ Իմ մասով կարող եմ ասել, որ այդպիսի զանգեր, այդպիսի հրահանգներ ես ինքս չեմ ստացել, ես ինքս չեմ ընդունել, եւ եթե դատավորը իր էության իր ներսում ունի անկախություն, այսինքն նա սովոր է անկախ գործել եւ սովոր է իր անկախ գործողությունների պատասխանատուն լինել, անկախ նրանից որևէ զանգ կլինի, անկախ նրանից որևէ զանգ չի լինի, մեկ է այդ դատավորը սովոր է աշխատելուն անկախ օրենքին եւ իր ներքին համոզմունքին համահունչ ասել է նա։ Մյուս կողմից սակայն Խունդկարյանը նշել է. եթե վարչապետը ասել է ինֆորմացիաներ ունի, իրեն ինֆորմացիաներ են հասել, ուրեմն ինչ որ բազա ունի, փաստական հիմք ունի։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի տեսլականը արդեն որոշակի է դառնում, գրում է Ժողովուրդը։ Երեք Երևանի ավականու վերջին նիստն էր, որը սակայն Տարոն Մարգարյանը չէր վարում, այլ առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Նա քաղաքապետի բացակայությունը բացատրեց առողջական խնդիրներով։ Իրականում սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է աշխատանքի չի գնում։ Թերթի տեղեկություններով այժմ անորոշ վիճակ է քաղաքապետարում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, ովքեր եւս չգիտեն իրենց ապագան։ Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է։ Այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը արտահերթ խորհրդարանի ընտրությունն է, իսկ ավականու ընտրությանը կանդրադառնալ միայն դրանից հետո։ Սակայն միևնույն ժամանակ չեն թողնի, որ միջև այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ, եւ դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալն է, եզրափակել է թերթը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին անդրադարձել է նաեւ Երևանի ավականու ելքխմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Ազատության հետ զրույցում նա ասել է, որ ունեն այդպիսի տեղեկություն եւ դատելով վիճակից կարելի է ասել, որ այդպես էլ պետք է լիներ։ Դիմումը արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ եւ կարծում եմ մնում են մի քանի հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպես հստակ ժամկետ թե որ օրն է նա գրել այդ հրաժարականը ունեցել։ Իմ ունեցած տեղեկություններով դա տեղի ունեցել 2-3 օր առաջ, գուցե տեսանյութը հրապարակելուց էլ առաջ, որովհետև մինչ այդ էլ թե ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն արդեն սկսել էին քննել գործեր, որոնք կապված էին Տարոն Մարգարյանի հետ առնչվող ձեռնարկությունների հետ։ Արարատ News.am-ի հետ զրույցում էլ Երևանի քաղաքապետարանի տեղեկության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը սակայն չի հաստատել Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը հայտնվել է անելանելի դրության մեջ։ Նրա հովանավորը Սյունիքի նախկին հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանը պաշտոնակարգվեց։ Ու հիմա երիտասարդ քաղաքապետը մնացել է առանց տանիքի։ Այս օրերին նա ելքեր է փնտրում իր պաշտոնը պահելու համար, առավել եւս, երբ քաղաքապետարանում հնարավոր է ստուգումներ, քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող փաստերի բացահայտում։ Սակայն ըստ շրջանառվող լուրերի Արուշյանյանին հազիվ թե հաջողվի նոր տանիք գտնել, այնպես որ չի բացառում առաջիկայում լսենք նաեւ նրա հրաժարականի մասին, բայց սա նրան չի խանգարում մեծացնելու իր ունեցվածքը, եզրափակել է թերթը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ ադրբեջանցի հակերները կոտրել են ազգային ժողովի կայքը եւ մարբելի համակարգը։ Նա Facebook-ի էջում գրել է. ադրբեջանական հակերները 3 կոտրել են մեր ազգային ժողովի կայքը։ Նաեւ իրենք հայտնում են, որ կարողացել են ներխուժել կառավարական մարբելի համակարգ եւ տեղադրել այնտեղ նկարներ։ Սկրինշոթը մարբելիից է։ Գրեթե բոլոր պետական կառույցներում են սա տեղադրել։ Հուսանք դա չի նշանակում, որ մարբելիից կարողացել են տանել ներքին շրջանառության փաստաթղթեր, գրել է Սամվել Մարտիրոսյանը։ Վերջին շրջանում բազմաբնույթ լուրեր էին տարածում, թե Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կողմը բարելավել է սեփական դիրքերը եւ հայտնվել հայկական բնակավայրերի նկատմամբ գերակա դիրքերում, հատկապես Արենի գյուղի ուղղությամբ եւ Գյունութ գյուղը ազատագրել են, հայտնում է Բանակ-Ինֆոն։ Հայկական կայքը այցելել է Արենիի ուղղությամբ սահմանը հսկող տղաներին։ Նրանց տրամադրությունն ու մարտական ոգին բարձր է, իսկ միջանձնային հարաբերությունները ներդաշնակ։ Այսպիսին էր օրվա անցուդարձը, դիտեք մեզ ամեն օր Էպիկենտրոնի թողարկումից անմիջապես հետո կներկայացնենք մամուլի հրապարակումները եւ կքննարկենք սոցիալական ցանցերի գրառումները։ Ես Արամ Արարատյանն եմ։